անվտանգության կարիք կար այդ ժամանակ։ Կար։ Դա 2011-12 թվականներն էին։ Դրա մասին առիթ ունեցել եմ մի անգամ խոսել, բայց շատ լավ է որ բացում եք այդ թեման։ Քաղաքական այսօր էլ կարևոր դերակատարներից մեկը սպառնում էր ինձ սպանել։ Եվ դրա մասին հայտնի էր դարձել այդ ժամանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։ Ինքը տեղեկացրել էր գործող իշխանությանը, որոշել էին, որ ինձ պետք է անվտանգություն տրամադրեն։ Եվ տևական ժամանակ միջև կարծեմ 14-15 թվականները, միջև Հովիկ Աբրամյանի վարչապետ դառնալը, ես անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ եմ շարժվել։ Այդ մարդը այսօր էլ կարևոր դերակատար է Հայաստանի քաղաքական դաշտում, անունը չեմ տա, բայց ես եղել եւ մնում եմ իր քաղաքական հակառակորդը։ Ոլորտ էլ չեք նշի։ Քաղաքական։ Չեք դիմել դատախազություն կամ ոստիկանություն, որ ձեզ սպառնում են։ Ինձ ուղղակի սպառնալիք չի եղել։ Այդ եղել է ներքին մի քննարկման խոսակցության ժամանակ, ինձ ասեցին, որ Սերժ Սարգսյանին դիմավորելու ժամանակ այդ մարդը ասել է, որ ինձ խփել է տալու։ Եվ այդտեղ ներկա են եղել Գորիկ Հակոբյանը, ԱԾ տնօրենը այն ժամանակվա, եւ եղել է Վլադիմիր Գասպարյանը, որոնք Սերժ Սարգսյանին տեղեկացրել են, որ դա տենց նետադրություն ունի, նա էլ ասել է, որ անվտանգության հարցերը կլուծեք, երկրի գլխին պատմություն չդառնա։